Սիրելի շրջանավարտներ, սիրելի համալսարանականներ, սիրելի գործընկերներ, հյուրեր, ծնողներ։ Գիտեմ ծնողների մասին խոսելուց պետք է հիշել, որ այսօր հետաքրքիր պատահականությամբ հայրերի օրն է, այնպես որ եկեք մի հատ մեծ ողջուններով ողջունենք ծնողներին եւ հատկապես հայրիկներին։ Այսօր նորից Երևանի պետական համալսարանի բակում ենք։ Նույն կարևոր առիթով եւ նույն պատասխանատվության զգացումով։ Տարեստարի այս հանդիպումը ավելի շատ է ընկալվում ոչ միայն որպես ավարտական միջոցառում, այլև որպես համալսարանական կարևոր ավանդույթ։ Եվ մենք համալսարանականներս այս տարիների ընթացքում ձևավորել ենք տարբեր տեսակի միջոցառումներով ավանդույթներ եւ ոչ միայն միջոցառումներով ավանդույթներ, եւ համալսարանը շատ կարևոր հաստատություն է հենց իր ավանդույթներով։ Առաջին հայացքից ամեն ինչ կարծես կրկնվում է։ Նույն բակը, նույն հանդիսավոր պահը, նույն հուզմունքը, բայց ամեն անգամ այն նոր բովանդակություն ունի, որովհետև այստեղ են նոր շրջանավարտներ, իրենց պատմությամբ, իրենց անցած ճանապարհով եւ իրենց ապագայի հանդեպ վստահությամբ։ Մի պարզ պատմություն կա։ Ասում են մի դասախոս առաջին դասախոսության ժամանակ լսարան է մտնում հին ժամացույցով։ Նա ժամացույցը դնում է սեղանին եւ հարցնում ուսանողներին. Ինչ է անում ժամացույցը։ Ուսանողները պատասխանում են. ցույց է տալիս ժամը։ Դասախոսը ժպտում է եւ ասում. այո, բայց դա միայն առաջին հայացքից է։ Իրականում լավ ժամացույցը հիշեցնում է, որ ճշգրիտ արդյունքը պատահական չի լինում։ Դրա հետևում կա անտեսանելի, բայց հետևողական աշխատանք, կարգապահություն, ներդաշնակություն եւ պատասխանատվություն։ Տարիներ անց նույն խմբի ավարտական հանդիպմանը նա կրկին բերում է այդ ժամացույցը եւ ասում. ես չեմ ուզում, որ համալսարանից հետո դուք միայն տեսնեք սլակների ցույց տված ժամը։ Ես ուզում եմ, որ կարողանաք հասկանալ նաեւ այն անտեսանելի աշխատանքը, որի շնորհիվ սլակները շարժվում են ճիշտ ուղղությամբ եւ նույնպիսի պատասխանատվությամբ կողմնորոշվեք այն պահերին, երբ որոշումը ձեզնից է կախված։ Սիրելի շրջանավարտներ, այս պատմության մեջ շատ դիպուկ արտահայտված է համալսարանական կրթության էությունը։ Համալսարանը միայն գիտելիք փոխանցող տարածք չէ, այն միջավայր է, որտեղ ձևավորվում է մտածող մարդը, մարդ, որը կարողանում է տեսնել երևույթների խորքը, հասկանալ դրանց պատճառներն ու հետևանքները, տարբերել մնայուն արժեքները ժամանակավորից եւ պատասխանատվությամբ գործել այն պահերին, երբ որոշում կայացնողը ինքն է։ Համալսարանում անցկացրած տարիները հենց այդպիսի ժամանակ են։ Ոչ միայն դասերի, քննությունների եւ ավարտական աշխատանքների ժամանակ, այլև ինքնուրույն մտածելու, սեփական դիրքորոշում ձևավորելու, սխալվելու, սովորելու եւ ավելի հասուն դառնալու ժամանակ։ Յուրաքանչյուրի ճանապարհը լինելու է տարբեր։ Մենք չենք կարող իմանալ, թե վաղը 5 կամ 10 տարի հետո որտեղ կլինեն այսօրվա շրջանավարտները, ինչ ոլորտներում կաշխատեն, ինչ որոշումներ կկայացնեն եւ ինչ պատասխանատվություն կստանձնեն։ Բայց մենք փորձել ենք անել ամենակարևորը՝ ստեղծել համալսարանական այնպիսի փորձառություն, որը կօգնի ձեզ ճիշտ կողմնորոշվել փոփոխվող աշխարհում, կայացնել մտածված որոշումներ, լինել լավ մասնագետ, պատասխանատու քաղաքացի եւ ձեր գիտելիքով օգտակար լինել ձեր միջավայրին ու երկրին։ Այսօր դուք ավարտում եք համալսարանը մի ժամանակաշրջանում, երբ աշխարհը շատ արագ է փոխվում։ Գիտելիքը թարմանում է աննախադեպ արագությամբ։ Տեխնոլոգիաները վերափոխում են մասնագիտությունները։ Արհեստական բանականությունը փոխում է աշխատանքի ու հաղորդակցության ձևերը։ Իսկ նոր իրողությունները բոլորի ստիպում են լինել ավելի ճկուն, ավելի պատրաստված եւ ավելի պատասխանատու։ Այդ փոփոխությունների մեջ ամենակարևոր հարցերից մեկն այն է, թե մարդն ինչպես է օգտագործում իր ժամանակը, իր գիտելիքը եւ իրեն տրված հնարավորությունը։ Բայց որքան էլ արագ փոխվի աշխարհը, կան արժեքներ, որոնք չեն հնանում։ Չի հնանում մտածող մարդը, չի հնանում որակյալ աշխատանքը, չի հնանում գիտելիքի նկատմամբ հարգանքը, չի հնանում մարդկային հարաբերությունների արժեքը,
չի հնանում միմյանց լսելու, համագործակցելու եւ վստահություն կառուցելու կարողությունը։ Չի հնանում այն մասնագետի կարիքը, որը ոչ միայն տիրապետում է իր գործին, այլև հասկանում է դրա իմաստը, ազդեցությունը եւ պատասխանատվությունը։ Հենց սա է համասանական կրթության իրական նպատակը։ Համասանը կարող է տալ գիտելիք, կարողություն, միջավայր, բայց դրանք արժեք են դառնում միայն այն ժամանակ, երբ ուսանողն իր ընտրությամբ ու աշխատանքով կարողանում է դրանք վերածել արդյունքի եւ նոր հնարավորությունների։ Ոմանք ձեր ճանապարհը շարունակելու են գիտության մեջ, ոմանք կրթության, պետական կառավարման, իրավունքի, տնտեսության, տեխնոլոգիաների, մշակույթի, առողջապահության, միջազգային հարաբերությունների կամ այլ ոլորտներում։ Բայց որտեղ է լինեք, կարևոր է, որ ձեր աշխատանքում երևա համասանական որակը, խոսքի կշիռը, որոշման պատասխանատվությունը, գիտելիքի նկատմամբ հարգանքը եւ առաջ շարժվելու կամքը։ Սիրելի շրջանավարտներ, այսօր դուք ավարտում եք ձեր ուսումնառությունը, բայց չեք հեռանում համալսարանից։ ԵՊՀ-ն ձեր տունն է։ Այստեղ դուք ունեք պատմություն, միջավայր, մարդիկ եւ կապ, որը մշտատել է։ Մենք հպարտանալու ենք ձեր հաջողություններով եւ սպասելու ենք ձեր մասնակցությանը ԵՊՀ հետագա զարգացմանը, որովհետեւ համալսարանի հետ կապը չի ավարտվում ավարտական վկայականով։ Այսօր համալսարանը ձեզ է տվել հնարավորություն։ Վաղը դուք ինքներդ կարող եք դառնալ հաջորդների համար նոր հնարավորություններ ստեղծողը ձեր փորձով, գիտելիքով, աջակցությամբ եւ օրինակով։ Այսօրը նաեւ շնորհակալության օր է։ Շնորհակալություն եմ հայտնում ձեր ծնողներին եւ ընտանիքներին, որոնք այս տարիների ընթացքում եղել են ձեր կողքին, իրենց աջակցությամբ, համբերությամբ եւ հավատով։ Ձեր այսօրվա հաջողության մեջ նրանց ներդրումը շատ մեծ է։ Շնորհակալություն մեր դասախոսներին, գիտնականներին, ստորաբաժանումների ղեկավարներին, կրթության կազմակերպիչներին ու աջակիցներին, բոլոր նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով ստեղծելու են այն միջավայրը, որտեղ ձևավորվել է ԵՊՀ ուսանողը։ Եվ իհարկե շնորհակալություն ձեզ, սիրելի շրջանավարտներ, ձեր հարցերը, որոնումները, նախաձեռնություններն ու գաղափարները այս տարիների ընթացքում դարձել են համալսարանական կյանքի կարևոր մասը, այն դարձնելով ավելի հետաքրքիր եւ բովանդակային։ Համալսարանի ուժը նաեւ իր ուսանողների բազմազանության մեջ է։ Ամեն ուսանող իր հետ բերում է իր մտածողությունը, իր հարցերը, իր փորձը եւ իր հետաքրքրություններն ու իր տեսանկյունը։ Այդ բազմազանության շնորհիվ է համալսարանական միջավայրը մնում կենդանի եւ անընդհատ զարգացող։ Այսօր այստեղ են նաեւ ԵՊՀ-ՍԹԵՄ ավագ դպրոցի շրջանավարտները։ Սիրելի աշակերտներ, դուք նույնպես ԵՊՀ մեծ ընտանիքի մի մասն եք։ Ձեր կրթական ճանապարհը դեռ նոր է բացվում եւ ես վստահ եմ, որ այն լինելու է հետաքրքիր, բովանդակալից եւ հաջողություններով լի։ Թող այս օրը ձեզ համար նույնպես դառնա հիշեցում, որ լավ արդյունքը սկսվում է հետևողական աշխատանքից, հետաքրքրասիրությունից եւ սովորելու անկեղծ ցանկությունից։ Իդեպ մեր STEM դպրոցի շրջանավարտները մի քանի օր առաջ են վերադարձել Ինդոնեզիայի Բալի քաղաքից կամ ուզուց, որտեղ բավականին մեծ տեղեր են զբաղեցրել, ներառյալ նաև ոսկե մեդալներ եւ արծաթե մեդալներ։ Խնդրում եմ ծափարություններով շնորհավոր ենք բոլորին։ Սիրելի շրջանավարտներ, տարիներ անց, երբ վերադառնաք ԵՊՀ որպես մասնագետներ, գործընկերներ, դասախոսներ, հետազոտողներ, ծնողներ կամ պարզապես որպես շրջանավարտներ, ուզում եմ, որ այս բակը ձեզ համար մնա նույն զգացումով։ Սա այն տեղն է, որտեղից ինչ-որ կարևոր բան է սկսվել։ Եվ եթե տարիներ հետո նորից հիշեք այս օրը, թող այն ձեզ հիշեցնի ոչ միայն, թե որ պահին եք ավարտել համալսարանը, այլև ինչ արժեքներով, ինչ պատասխանատվությամբ եւ ինչ հավատով եք սկսել ձեր հաջող ճանապարհը։ Ես չեմ կարող կանխատեսել ձեր ճանապարհները, բայց վստահ եմ, ԵՊՀ-ում ստացած գիտելիքը, փորձը եւ միջավայրը ձեզ համար լինելու են ամուր հիմք առաջ շարժվելու, ճիշտ որոշումներ կայացնելու եւ ձեր հաջողությունը կառուցելու համար։ Շնորհավորում եմ ձեզ, սիրելի շրջանավարտներ։ Հպարտ եղեք ձեր անցած ճանապարհով, համարձակ եղեք ձեր որոշումներում եւ միշտ հիշեք, ԵՊՀ-ն ձեզ հետ է։ Բարի ճանապարհ եւ հաջողություններ։ Շնորհակալություն։